Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարտեզյան արշակունիների տոհմից էր Տիգրանի որդի, Արշամի որդին և ամբողջ հայոց աշխարհի մեծ և փոքր հայքի թագավորը։ Նա բարեկարգեց Ուրհայի Եդեսիա քաղաքը և իր արքունի աթոռը հաստատեց այդտեղ, որի համար նա կոչվեց Միջագետքի արքա և անխտիր բոլորի հայերի և ասորիների թագավոր։ Նրա թագավորության երկրորդ տարում ծնվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Աստվածորդին, թագավորների թագավորը, տերերի Տերը և ըստ մարմնին Դավթի աթոռի ժառանգորդը։ Արդարև Աբգարի համար մեծ առավելություն էր լինել Քրիստոսի ժամանակակիցը և թագավորակիցը, բայց առավել մեծ էր, որ արժանի եղավ թագավորելու երկար մինչև Քրիստոսի կատարյալ հասակ առնելը և որ լսեց նրա քարոզչության մասին և հավատաց Տիրոջը։ Սիրելիներ, այսօրվա սուրբ գրային ընթերցումներից Սողոմոնի իմաստության գրքի վերը նշված խոսքերը մեզ մտորելու և խորհրդատելու առիթ են տալիս։ Այս խոսքերը Սուրբ Հոգով ներշնչված հեղինակը ուղղել է հին աշխարհի տիրակալներին և դատավորներին, բայց նրանք նաև հուժկու կերպով արձագանքում են մեր սրտերում ու ժամանակակից կյանքում։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են Աստծո առաջ ունեցած մեծագույն պարտավորության մասին, ով արքաների արքան է և դատավորների դատավոր է։ Սիրելիներ, եկեք միասին խորհրդացենք այս խոսքերի շուրջ և քայլ առ քայլ փորձենք դրանք կիրառել մեր ժամանակներում։ Սողոմոնի իմաստության գիրքը, որ գրված է հելլենիստական ժամանակաշրջանում, հեղինակն իր խոսքը ուղղում է երկրային տիրակալներին, արքաներին, իշխաններին և դատավորներին։ Նրանք անվանվում են Աստծո թագավորության սպասավորներ, որովհետև նրանց իշխանության աղբյուրը հենց ինքը Աստված է։ Նրանք ոչ միայն իշխանություն ունեն, այլև Աստծո արքայության ներկայացուցիչներն են երկրի վրա, որոնք պարտավոր են արտահայտել ամենակալ Աստծո արդարությունը, իմաստությունն ու գթասրտությունը։ Սակայն այս խոսքերի միջոցով Տերը մեկնարկում է նրանց ընթացքը, քանզի արդար չէին դատում, օրենքները չէին պահում և Աստծո կամքով չէին շարժվում։ Ինչքան նմանություն կա մեր այսօրվա իրականության հետ։ Եռակի մեղադրանք, որ հնչում է Սուրբ գրքում, սա ոչ միայն պարզապես մեղադրանք է, այլ զգուշացում աստվածային վերահաս դատաստանից։ Տերը նայում է ոչ թե մարդկային տիտղոսներին և պաշտոններին, այլ սրտի գործերին։ Արքաները, ովքեր իշխանություն են ստացել Աստծուց և չեն պահում նրա կամքը, դառնալի վարչանք ունենալ, ասում է
ամենակալ տերը։ Սիրելիներ, այս խոսքերը մեզ մտածելու առիթ են տալիս։ Մենք բոլորս էլ Աստուծո թագավորության սպասավորներն ենք։ Մկրտության սուրբ խորհրդով մենք մուտք ենք գործել Սուրբ Եկեղեցու մեծ ընտանիք, որը Քրիստոսի մարմինն է։ Մեզանից յուրաքանչյուրը լինի իշխանավոր, հոգևորական, ուսուցիչ կամ հասարակ քրիստոնյա, պատասխանատվություն է կրում մեզ վստահված առաքելության համար։ Արդարությունն Աստուծո ստորոգիրներից մեկն է, ինչպես որ Սաղմոսների գրքում էլ ասվում է, քո աթոռը հաստատված է արդարության և իրավունքի վրա։ Դատել արդար նշանակում է խտրություն չդնել մարդկանց մեջ, չտրվել մամոնային և նյութապաշտությանը, չառաջնորդվել սեփական եսասիրական համոզմունքներով։ Դրա համար է Տերը ասում է արդար դատ կանեք։ Այս կոչը վերաբերում է նաև մեր ժամանակներին։ Արդյոք իշխանավորը արդարության մեջ շարժվում։ Արդյոք այսօր աջակցություն չի տրվում և չի անիրավվում արդարի իրավունքը։ Արդարությունը դա երևակայական կատեգորիա չէ, այլ ամենօրյա ընտրություն ապրելու Աստուծո ճշմարտությամբ։ Օրենքները, որոնք ոչ միայն մարդկային համակարգված որոշումներ են, այլ առաջին հերթին աստվածային պատվիրաններ մարդուն ուղղորդելու համար։ Մեզ քրիստոնյաներիս համար առաջնորդող օրենքը Սուրբ Ավետարանն է, Քրիստոսի պատվիրանը, սիրել Աստծուն և սիրել մերձավորին։ Արդյոք մենք պահում ենք դա, թե վերջնում Աստուծո օրենքից միայն մեզ հարմարը, արհամարելով այն պատվիրանները, որոնք մերկացնում են մեր եսասիրությունը, ագահությունը, անտարբերությունն ու անգթությունը։ Աստուծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի ապրելակերպի գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. թող լինի քո կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Աստուծո կամքին համեմատ գործել նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։ Եթե մարդու գործողությունները անկախ իր ով լինելուց չեն համապատասխանում Աստուծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ, իսկ նրա ընթացքը հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։ Հետևաբար Սուրբ գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մեզ մի պարզ ճշմարտություն. սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։ Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը։ Ահավոր է ընկնել կենդանի Աստուծո ձեռքը, ասում է Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված նամակում։ Սիրելիներ, այս ամենը ոչ թե ասվել է դատապարտության, այլ արդարության համար։ Մեր ժամանակներում, երբ աշխարհը լի է անարդարությամբ, ընտրովի արդարադատությամբ ու դատարաններով, աստվածային խոսքի մերժմամբ ու հավատարմության ուրացմամբ, այս ամենով հանդերձ Տերը մեզ կանչում է ապաշխարության և փոփոխության։ Սակայն
ապա աշխարհել չի նշանակում լոկ ափսոսել, այլ դառնալ դեպի Աստված եւ մեր կյանքը հարմարեցնել Աստուծո կարգին։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան Ակար թագավորը իրական սպասավորն էր Աստուծո թագավորության։ Օրինակ էր մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին եւ անվերապահ հավատալ նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունենալ ու քայլել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետևից, ում վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Երբ ունես ավարտագործայ բարբարով բալարս բերանսներ, կարդարս կեզ եգնավորս հայ, երկրի